Թանկ Հիսուս Քրիստոսին, ամեն, կարող եք նստեք, Տիրոջ ներկայության մեջ, փառք Աստծուն ձեզ համար, շնորհակալություն, Աստված օրհն է բոլորիս, ամեն, քաղցր է մեր Տիրոջ ներկայությունը, քաղցր է մեր Տերը, քաղցր է նրա խոսքը, քաղցր է նրա օրհնություններն ու բարիքները, ամեն, գիտեք Աստվածաշնչի մեր սաղմոսների մեջ գրված ասում է, կագնեք և ճանաչեք, որ Տերն է Աստված, ամեն, ասում է ճաշակեք Տիրոջը և կտեսնեք ինքը ինչ քաղցր է, Հեչ եղել է, որ մի անգամ մի հատ համով բանես մեկի տունն ուտում ու ուշկու միտքդ թե ինչ է իշկեր է, որդից դու կարող ես էլի գնես սրանից որ ուտես, դա մեր Տերն է այսպես նա, երբ որ մի անգամ նրան ճաշակում ես, դու էլ չես կարող առանց նրան ապրես, քո ուշկու միտքդ, քո ամբողջ հոգիդ մարմինդ միշտ ձգտում է դեպի նրա ներկայության մեջ, որպեսզի նրան ճաշակես ու էլ ավելի նրա ներկայությունը վայելես, ամեն, Աստված օրհնի, սիրելիս, դու շատ ճիշտ տեղում ես, ճիշտ օրում, ճիշտ ժամում, Աստված օրհնի, որովհետև այսօր Աստված բարի հաճել է, իջնի ու խոսա բոլորիս հետ, այսօր Աստված բարի հաճել է մեր սրտերի մեջ գործեր անելու, այսօր Աստված ուզում է մեր կյանքերի մեջ նորոգություն բերի, այսօր Աստված ուզում է մեր մտքերից բերտեր քանդի, և Աստված այսօր ուզում է բժշկի, ամեն վիրավորված սրտեր, մտքեր, բնավորություններ ու մարմին նույնպես, ֆիզիկական, Տիրոջ կամքն է, որ մարդ լինի բժշկված, ամեն, հիվանդությունը Աստծուց չէ, հիվանդությունը սատանայից է, Աստված հիվանդության համար գին է վճարել, Հիսուս Քրիստոս ելավ խաչը, ստացավ են խոցերը, մահացավ ու հարություն առավ, որպեսզի այսօր ամեն մեկս լինենք բժշկված, ամեն մեկս լինենք օրհնված, ամեն, գիտեք, հին ուխտը ու նոր ուխտը շատ մեծ բաներ է փոխվել սիրելիներս, հին ուխտի մեջ ամեն բան քո ճանկերի վրա էր, նոր ուխտի մեջ ողորմությունն ու սերն է Տիրոջ, որը որ ասում է ողորմությունը պարզեցավ դատի մեջ, այսինքն պարզեցավ, այսինքն ողորմությունը ավելի բարձրացավ, ամեն, ու այսօր գիտեք կա այրուն, որը որ միշտ աղաղակում է, դա Քրիստոսի այրունն է, այսօր կա բարիխոս, որը նստած է հոր աջ կողմ ու բարիխոսում է ինձ ու քեզ համար, գիտեք հին ուխտի մեջ գրված է Աստված ասում է նույնիսկ եթե Երեմիան, Հոբը, մեկի Աբրահամը իշքան չեմ սխալվում, գան իմ առաջ խնդրեն, ասում է ես մեկ է մերժելու եմ այս ժողովրդի համար, բայց նոր կտակարանի մեջ մենք տեսնում ենք, որ գրված է ասում է կա մի հատ բարիխոս, որը Հիսուս Քրիստոսն է, որը նստած է հոր աջ կողմը ու բարիխոսում է ինձ ու քեզ համար, ու Հիսուսն ասեց ինչ որ խնդրեք իմ անունից կտրվի ձեզ, ու Հիսուսը տվավ մեզ իշխանություն նույնպես իր անունով գործելու, ամեն, եթե հին ուխտի մեջ նույնիսկ եթե Հոբը, Աբրահամը, Երեմիան պետք է կանգնեին Աստծո առաջ դե Մովսեսը, իշքան որ չեմ սխալվի, ու Աստված ասում էր չեմ լսելու, այսօր Աստված չի կարա չլսե իր որդու աղոթքն ու աղաչանքն ու խնդրվածքը ինձ ու քեզ համար, ամեն, ու փառք մեր Տիրոջը, որ մենք ապրում ենք այս ժամանակաշրջանի մեջ, ամեն, շնորհակալ եմ շատ մեր Աստծուց, շնորհակալ եմ մեր թանկագին հովիվից, այս հնարավորության համար, որ այսօր ես հնարավորություն ունիմ ձեր հետ կիսվելու Աստծո խոսքով, ամեն, ու իրականում դա շատ մեծ պատիվ է ինձ համար, կանգնելու ձեր առաջ ու խոսալու Աստծո խոսքը, փառք Աստծուն, շնորհակալություն Հովիվ ջան վստահության համար, ամեն, ու այսօրվա իմ աղոթքիս վերնագիրն է, մի արթնացրա քո քնած թշնամիներին, մի հարություն տուր քո մահացած թշնամիներին, ամեն, երևի արդեն մոտավորապես հասկացանք ինչի մասին է խոսքը, գիտեք 3 թշնամի են վերցրել, Աստվածաշնչյան, որին որ մենք հաղթել ենք Հիսուս Քրիստոսի այրան միջոցով, առաջի թշնամին դա մի անգամից գիտեմ, ասում ես մեղքը, ճիշտ է մեղքը, բայց ոչ ֆիզիկական մեղքը, գիտես որ մեղքի մասին է խոսքը, անհավատությունը, մենք հաղթեցինք ամենաառաջին անհավատությունը, որ դարձանք հավատացյալ, հավատացինք այն բարի լուրին, որ Հիսուս Քրիստոս եկավ ու խաչվավ մեզ համար, գիտեք Հիսուսը չասեց գողության պատճառով, մարդասպանության պատճառով են մարդիկ գնում դժոխք, Հիսուսն ասեց մարդիկ գնում են դժոխք անհավատության պատճառով, ամեն, որովհետև այսօր մարդկած սրտերը, գիտեք, Հիսուսն հետաքրքիր է, Հիսուսն ասում էր ժողովրդին նայելով ասում էր Եսայա մարգարեն շատ լավ էր մարգարանում ձեզ համար, հրեաներին էր ասում էր շուրթերով դուք բոլորդ աստվածապաշտ եք, բայց ձեր սրտերը շատ հեռու է Աստծուց, մի քանի օր առաջ մի հատ եղբայր կար, ասում է առաջ ինձ երբ որ հարցնում էին ոնց ես, ասում է փառք Աստծուն շատ վատ
Մարդ կարծում ես ոնց ես։ Փառք Աստծուն, ով ես մի քիչ լավ չեմ։ Լավ, հիմա ուզում եմ խոսամ առաջի թշնամու մասին։ Անհավատություն։ Մի արթնացրա անհավատությունը քո մեջ։ Ամեն։ Այսինքն մենք հաղթել ենք անհավատությունը, սիրելիներս։ Մենք հավատացինք Հիսուս Քրիստոսին, հավատացինք նրա խոսքին եւ հրաշքներին ու նշաններին։ Ու այսօր ես վերցրել եմ 3 պունկտ, ինչի մասին որ կուզենամ կիսվիմ ու հետո նույնպես աղոթենք։ Ամեն։ Եթե դու քեզ կբռնացնես սրա մեջ, խնդրում եմ խոսքի ժամանակ մեծ գայթակղություն կա հիշելու հարևանիդ, չհիշես հարևանիդ, դու քո վրա կենտրոնացի։ Ամեն։ Որտեղ միշտ երբ որ կամ Աստվածաշունչ ես կարդում, մի անգամից միտք է գալիս։ Սիկ Մարսբետի համար է, զանգեմ մի հատ էս տեղը իրան տամ։ Մարսբետը չէ, դա քեզ համար է։ Ամեն։ Կամ ես չգիտեմ, հրիպսիմեին։ Երբ որ մարդ Աստծո խոսքը լսում, առաջինը վերաբերվում է նրան։ Ամեն։ Ու մի անգամ մի հատ քարոզիչից լսում եմ, ասում է, երբ որ մենք մեր մատները այսպես ուղում ենք, ասում ենք Աստված ասում է քեզ, ասում է չենք նայում, որ այս 4 մատը կամ 3 մատ ուղված է մեզ։ Իսկ առաջինը ասողինն է կամ լսողինն է, հետո նոր մնացածին։ Ամեն։ Բայց այսօր ուզում եմ, որ դու կենտրոնանաս քո վրան։ Ես է կենտրոնանամ իմ վրան։ Ամեն։ Ու առաջի սարսափելի ու այն ամենամեծ թշնամուն, որը որ մենք հաղթեցինք կառան այրունով, որն էր անհավատությունը, որ այն ժամանակ մենք անհավատության մեջ էինք քայլում։ Աստված ինչ արեց մեզ հավատքով կարելի ասած սրսկեց։ Ու Աստվածաշունչն ասում է. հավատքը գալիս է լսելուց, լսել Աստծո խոսքից։ Շատերն ասում են, ինչպես անեմ, որ հավատամ։ Կարդա Աստվածաշունչ։ Ինչպես հավատքս բարձրացնեմ։ Կարդա Աստվածաշունչ։ Եթե դու Աստվածաշունչ չես կարդում, սիրելիս, մեծ բաներ չես անի ու քո կյանքը դժվար փոխվի։ Գիտեմ, դառը ու ծանր ճշմարտություն է, բայց օգտակար է։ Ամեն։ Որովհետև Աստծո խոսքը ինքը համ ճիշտ է ասում ենք խաղցր է, բայց շատ անգամ են նույնպես դառն է։ Ինչի՞։ Որովհետև մենք սովոր ենք այս աշխարհի քաղցր սուդը միշտ լսելու, բայց Աստվածաշունչը երբ որ գալիս է իր այս քաղցրությունով, երբ որ ասում եմ դառը, դա այն դառնությունը չէ, որից որ փախնում են, այս դառնության մեջ է կա օգուտ այն վիտամիններով ներծծված ու Աստծո սուրբ ու քաղցր ներկայությունը։ Ամեն։ Հիմա ուզում եմ մի անգամից անցնել 3 տեղ եմ ուզում կարդամ սրա մասին։ Առաջինը ինչն էր անհավատությունը։ Գիտեք, Հիսուսն ասեց, գրված ասում է, մտավ քաղաք ու հրաշքներ էր անում, նշաններ էր ուզում աներ, բայց գրված ասեց չկարողացավ անի, որովհետև նրանց անհավատության պատճառով։ Գիտեք, մի հատ հետաքրքիր տեղ կա Աստվածաշնչից, որը որ ինքը մի հատ sense շատ գրավիչ տեղ է։ Գիտեք, մենք բոլորը ժողովուրդ չան, ոչ մեկս երկնքում չենք ապրում։ Շատ լավ գիտակցում եմ, ես հենց հիմա ինչ եմ խոսում։ Ես նայելով իմ կյանքից, անցնելով իմ ճանապարհներս, իմ անապատներս, իմ ծովերս ու հորդանաներն ու գողիաթները, որի առաջ որ մենք շատ անգամ կանգնում ենք։ Ես շատ լավ գիտակցելով եմ հիմա խոսում, թե ինչ եմ խոսում։ Ես չեմ ուզում sense խոսամ մի բան են, որ գիտեք, այո, կան տկարություններ, կա զորություններ, կան հաղթանակներ։ Մի քանի օր առաջ ասում էի Իշքան է, որ գիշերը մութ ու ծանր, այսպես հեչ եղել է, որ ելնում ես գիշերը շատ մութ է։ Ահավոր մութ է, ոչ լուսին կա, ոչ աստղ կա, ու մութ է։ Բայց լուսացել է, չէ՞։ Դե չէ, հեչ եղել է։ Լուսացավ, չէ՞, այսինքն։ Հալելույա։ Իշքան է մութ լինի, մեկը լուսանալու է։ Իշքան է խավար լինի, ուղղակի ժամանակի հարց է։ Ինքը լուսանալու է։ Ու այս ժամանակի մեջ ամենակարևորը որ մենք ճիշտ Աստծո առաջ կանգնած լինենք։ Ամեն։ Գիտեք, նույնիսկ աշխարհի մեջ կա այսպես մի հատ հասկացողություն չորնայ պալասա, սև գիծ, երբ որ ասում են ախպեր մոդս չորնի պալասա է, սև գիծի մեջ ենք։ Քրիստոնեական կյանքի մեջ դա կոչվում է անապատ։ Աշխարհից ինչով է տարբերվում։ Այնտեղ մարդ անցնում է մենակ, անապատի մեջ անցնում է մարդ Աստծո հետ, որովհետեւ հաղթանակած ու փոխված դուրս գա։ Եթե նայես աշխարհի մեջ, միևնույնն է, էլի մարդիկ դուրս են գալիս, առանց Աստված։ Գիտեք, այսօր մեր անապատների մեջ խորհուրդ չեմ տալիս, որ դու մնաս։ Այնտեղ լավ բան չկա։ Ոչ է տրտնջա, այ ուրախությունով, գոհությունով անցի քո անապատդ։ Ինչի, որովհետև Աստված ասում է կտանիմ անապատ, մանկ բերեմ, որովհետև իրաք տեսնեն ինչ կա իրաց սրտերի մեջ։ Ու հետո ինչ անեմ, իմ բարիքս նրա ցույց տամ։ Աստված ունի բարիք ինձ ու քեզ համար, սիրելիներս։ Ամեն։ Որովհետև սրա մասին խոսում է Աստվածաշունչը։ Հիմա Գիտեք, Աստված ինչն է ադում, այո, ադում,
անհավատությունը, անհավատության դրսևորումը։ Երբ որ Աստվածաշունչը մի բան ասում է, մարդը ես իմ դա ինձ համար է։ Լսե, եթե դա ինձ ու քեզ համար չլիներ, ով ունի որդի, երևի այստեղ շատերս։ Ինչ կարծիք ես դուք ու որդուդ որ զոհ ես, հենց անգին ինքը զոհ լինի, հա։ Կամ ով է պատրաստ զոհե իր որդուն, ոչ մեկս։ Նույնիսկ մենք մեր հարազատ, մենք մեր ծնողների համար պատրաստ չենք մեր երեխաներին տալու։ Եթե ընտրություն եղնի, երևի առանց մտածելու ասենք ես, բայց երեխուն ոչ։ Բայց Աստված իր որդուն տվեց ինձ ու քեզ համար, որը որ մենք նրա թշնամիներն էինք այս ժամանակ, ժողովուրդ ոչ մի բան նրա համար չէինք անում։ Ոչ մի լավ բանի համար չէինք անում, ոչ մի լավ բան չենք արել նրա համար։ Ես ուզում եմ, որպեսզի հենց հիմա իմ խոսքերը սիրելիս, դու մի հատ գիտակցես, թող ներծծված լինի, թող մի հատ այսենց հավատքով ներշնչված լինի, որ դու գնահատես ու հասկանաս այս խոսքի կարևորությունը։ Չլինի ուղղակի սենց մի հատ լսում ես ու անցնում է, ոչ, մենք ոչ մի բան Աստծո համար չէինք արել, որ Աստված իր որդուն տար ինձ ու քեզ համար։ Դա շատ կարևոր մի հատ փաստ է։ Ու այդ է այսօր մենք, Աստված մեզ բարի հաճեց իր ողորմությունով, գտավ, ներեց, սրբեց ու կանչեց։ Ու այսօր մենք ապրելով նրա հետ, տրտունջով, անհավատությունով, դա մեղք է։ Ինչ պետք է անել քրիստոնյան։ Իր հավատքը միշտ այսպես զորացնե Աստծո խոսքով, միշտ կենտրոնանա Աստծո վրա ու միշտ Աստծո խոստմունքները, ինչ որ Տերը տվել է ինձ ու քեզ, ամեն անգամ կանգնած Աստծո առաջ դու խոսած, որ Տեր ես հիշում եմ, դե դու ինչ ես ասել, ու ես հավատում ու սպասում եմ։ Սրա մեջ կա մեծ զորություն, սիրելիս։ Սրա մեջ կա հավատքի դրսևորում։ Ամեն։ Փառք Աստծուն։ Ու գիտեք, Եբրայեցիս 3:12 գրված է։ Նայեք ինչ ասում Աստված։ 3:12 Անհավատությունը մեզ հեռացնում է Աստծուց։ Նայեցեք եղբայր, միգուցե ձեզանից մեկումը անհավատության չար սիրտ լինի, որ ապստամբիկ կենտանի Աստծուց, Աստվածանից, այսինքն։ Ասում են նայեք, որ ձեր սրտի մեջ ձեզանից մեկը հանգարց անհավատարիմ, անհավատքով սիրտ լցված չլինի։ Ու երկրորդ տեղն եմ ուզում կարդամ, ինձ գրված է Հռոմեացիս 14:23։ Ստեղ գիտեք ինչի մասին է գրված։ Ասում են նայեք ինչ հետաքրքիր խոսք է, ասում են նայեցեք եղբայր, միգուցե Հռոմեացիս եթե ուտե եւ դադապարտվի, նա ինչ է գրված, ասում է որովհետեւ հավատքի չէ եւ ամեն ինչ որ հավատքի չէ, մեղք է։ Այնտեղ ուտելու մասին է խոսքը։ Ես չեմ ուզում եմ ուտելու մասին խոսամ, այ ուզում եմ կենտրոնացնեմ այս խոսքի վրա, որ ասում է այն ամենը ինչ որ հավատքի չէ, ինքը մեղք է։ Օրինակ։ Մի հատ խնդիր կա, ասում ես կողքից ասում են, «Քել աղոթենք»։ Դա ասում ես, «Լավ, արի աղոթենք»։ Եղավ, չեղավ։ Լավ է չաղոթեն։ Սիրես, այս սրտով մի մոտիկցի Աստծուն, արդեն մեղք է։ Երբ որ գալիս ես եկեղեցի, ուղղակի արդեն ավտոմատически դու սորվել ես Կիրակի օրը 12-ին Տերնս Խրիմյան հայրի 43 քաղաք Գյումրի։ Ու դու ստեղ նստած, քո ներսը արդեն ինչ խնդիրներ որ կա դրսում, դու արդեն ստեղ նստած կենտրոնացված ես այն խնդիրներիդ վրա, որ ելնես ու շարունակես։ Բարի լուր ունեմ։ Դա մեղք է։ Սենց արդեն դու մեղքի մեջ ես։ Արմեն եղբայր, ես ինչ ես խոսում, բայց ես այո, դա արդեն անհավատության դրսևորում է, որի մասին Աստվածաշունչն ասում, դա արդեն մեղք է։ Բա ինչ անենք։ Կենտրոնացի Աստծո խոստմունքների վրա։ Հավատա Աստծո խոսքին, որ դժվարները կարող է հեշտ լինեն, որ կարող է դուրս գաս ու լուրջ նոր առաջարկների առաջ կանգնես։ Մի հատ օրինակ բերեմ, ժողովուրդ ջան, ինչ կարծիք եք, կան հեշտեր, երբ որ Մովսեսին Աստված ասավ, գիտես ինչ կանես, գավազանդ կբարձրացնես, հետևից 3 միլիոն հոգի մարդ էին կանգնած։ Ասես մինչև ծովը ցամքի։ Ինչ կարծիք եք, Մովսեսն են ցամք է, էլի լծրել էր, բաց է, փագ է, բաց է, այնպես սովորական բան էր։ Գնաց ասես լուսը միացրել ու հետո անջադ է օրինակ, հա։ Հեշտ մարդ կա, որ ծով է բաց է մեր մեջ։ Չէ՞։ Չկա։ Ինչ կարծիք եք, այնց հեշտ բաներ ինքը որ կայ, ասեն ձերքը բարձրացնես ու սպասես, թե ծովը եւ պետք է բացվի, որ 3 հոգի չէ, 30 չէ, 300 չէ, 3000 չէ, 3 միլիոն հոգու չափ մարդ է։ Մենք 3 հոգու
Մինչև Ղուկասյան դժվար կարողանանք ոտքով տանենք, համոզելով, որ ամեն ինչ լավ կլինի։ Կարող է Մայիսյանը այն կողմերը արդեն մեզի քարկոծ են։ Եթե մի փոքր սոված լինի, արևը զարգե, ծառավը խեղդե, 3 միլիոն հոգու համար պետք է հավատալ։ Ես Աբրահամն եմ, ուրա քո հավատքը, սիրելի Աբրահամ։ Գիտեք ինչն է հետաքրիր այս խոսքի մեջ սիրելիներս, որ Աստված մեզ տվել է հավատքի զորություն, հավատքի հոգի։ Աստված մեզ տվել է իշխանություն։ Ուզում եմ կարդամ այս խոսքը, իմ սիրածս խոսքերից մեկն է։ Հիմա ուղղում եմ հարցս ձեզ, սիրելի քույր եւ եղբայրներ, չեք ուզում մի հավատացեք այս տեղը, ես հավատում եմ։ Գիտեք ժամանակ է, երբ որ օրինակ խոսքի համար շատ եղ է։ Հիմնական քրիստոնյաների հետ է լինում։ Ինչի, որովհետեւ դե քրիստոնյաներն են Աստծո խոսքին մոտիկ։ Ու երբ որ խոսում ես նամավատ ուրիշ մի փոքր եկեղեցական ուղղություններով, ասում ես սենց է գրած, ախպեր հետդ կռիվ են անում, չէ՞ հա։ Լավ, ինգեր, դու չես հավատում, ես հավատում եմ։ Ես հավատում եմ այս խոստմունքին, ես հավատում եմ, որ այս խոսքը ինձ համար է։ Դու չես հավատա, մի հավատա։ Սենց մի հատ պատմություն կա, որ ավետարանիչը գալիս է հիվանդների համար աղոթելու, ոչ մեկ չի բժշկում, ասում են, գնացեք սենց անհավատության մեջ մնացեք, հավատք չունին, ասում են մի հատ մերել կա, քել գնա մերելին հարություն տուր, գնում է մերելի համար աղոթելու, մերելն է հարություն չի առնում, ասում են դե գնա սենց անհավատ մերի։ Այսինքն միշտ ուզում են միշտ գցեն մեղքը մե ուրիշի վրա, սիրելիներս։ Հիմա մերելին հավատալ պետք է։ Չէ, հարց։ Այս մարդ կա, որ մերելներին հարություն է տվել։ Սրանց մի քանի օր առաջ մի հատ եղբայր ունենք ինձ հարցը տալիս, ասում է, Արմեն եղբայր, բայց ինչի մեր օրերի մեջ չկա մերելների հարություն։ Ու հարց, վերջի անգամ էպես մերելի համար աղոթ է։ Էպես վերջի անգամ ծերտերը մերելի վրա։ Կամ մարդ է մահաց է, սելես հոպ թաղում է ատմինյայից է, փոխվում է։ Հիմա մենք աղոթելու ենք մերելի համար։ Հեչ եղել է։ Հեչ եղել է, որ գնաս մորգ ու կագնիս։ Ինչ կա, հեչ մերել եմ սպասում։ Ինչի, որ հարություն տամ։ Եղել է, չէ։ Բայց որտեղից լինի մերելների հարություն։ Շոշան, բոլորս մարդիկ ենք հողարգավորը։ Հələ չմահացած արդեն մենք պատրաստվում ենք այն ամեն ինչին։ Եթե մարդիկ աղոթող լինեն, որ բժշկվին ու հարություն առնին, այն ինքնահող, ես չգիտեմ, այս ամեն ինչ անցկացնողները կքճնան։ Պրոստը ոնց որ թե մենք տեղերով զիջած եղնենք։ Քերիս հոգին չէր կարում հոգին տար։ Զանգեցին մի անգամից, ինչ պտանեն, շուտերը արի, աղոթե, մեր աշոտ եղբոր հետ գնում ենք ճանապարհին։ Ու մտածում եմ, Աստվածաշնչով պետք է մի հատ հիմնավորում եղնի, տեղ եղնի, չէ՞, գնաս ասես համաձայն օրինակ Եբրայեցիս 3:14 ես աղոթում եմ։ Ոչ մի հիմնավորում տեղ չկա ինչի համար աղոթես, որ հոգին տա։ Այ հակառակ տեղեր էր գալիս։ Գնացեք աղոթեք, թող մերելները հարություն առնին։ Գնացեք աղոթեք, գնացեք չաղոթեք, մերելները հարություն են տալիս։ Ավելի ճիշտ, կայնեք ճիշտ կարդանք այս տեղը։ Մատթեոս ավետարան, սիրելիներս 17-ից 8։ Մատթեոս ավետարան 17-ից 8։ Նայեք ինչ հետաքրքիր տեղ կա այստեղ գրված։ Ասում է, եւ երբ որ կգնաք, քարոզեցեք եւ ասեցեք, թե երկնքի արկայությունը մոտեցել է։ Հիվանդներին բժշկեցեք։ Բորոտներին սրբեցեք, մերելներին հարուցեք, դևերը հանեցեք, ձրի առել եք, ձրել տվեք։ Փառք Հիսուսին։ Հիմա կարող է 25 տեղ դու ինձ բերես, թե ինչ ինձ չի հետաքրքրել։ Ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում այս խոսքը։ Մերելներին հարություն տվեք, հիվանդներին բժշկեք, բորոտներին սրբեցեք։ Ասում են, բայց դա 12-ի մասին է խոսքը։ Իսկ Պողոս առաքյալը 12-ի մեջն էր ինքը կամ են 70-ի։ Ոչ։ Գործ առաքելոց 20-րդ գլուխ 9-ից 12-րդ խոսքն է։ Գիտեք որ, երբ որ քարոզում էր Եվցիկոս անունով մի երդասարդ, ասում է պատուանին, սս նստած էր, մեր ոդկա աշխարհի մեջ էր, մեր ոչքը տան մեջ էր։ Ննջեց ընկավ ցած երկրորդ հարկից։ Պատկերացնում ես, գնացել ես տնային խմբակ, մեկը նստած է, սենց երկրորդ հարկից ընկնում է ցած։ Հիշնում ես ցած, շատ աստվածաբաններ ասում են, որ ինքը մահացել էր։ Գրկեց ու ասեց՝ մի
անհանգստացեք, նրա հոգին նրա մեջն է։ Բայց այստեղ ասում են, որ նա իրան հարություն տվեց, ինքը մահացած էր։ Ինքը հարություն տվեց։ Ու հետաքրքիր է, գիտեք ինչի մեջն էր, որ բարձրացավ վերև, էլի սկսեց իր շարունակել խոսքը։ Ասում է հաց կիսին, կերան։ Մի քանի օր առաջ ուզում եմ էլ պատմել, մեր հովը ինձ լուրջ թասիբի գցեց։ Ու լուրջ հանդիման ես կարելի ասել։ Մեր Լիլիթը հիվանդ էր ու ես պետք է 3 տարի Աստվածաշնչյան ոնց որ դաս ծոմ ու աղոտ, ծոմ ու աղոտ։ Կիրակի օրը պետք է ծառայել։ Ու Լիլիթը սենց ջերմության մեջ հիվանդ, դե ինչ պետք է անես։ Դեղերի անունն եմ տալիս, սա խմել ես, հա, լիմոնով չայ, մեղրով չայ, всё, դե վրեդ ծածկե, ես գնացի եկեղեցի։ Ու եկա հովի հետ, ասում է Լիլիթի հիվանդը, ասում ես չասկսես, չես աղոտել, բան։ Դե չէ, բան, ասես բան։ Բայց խոսքի մտքով դու կիրակի օրը պետք է ծառայես։ Շաբաթ օրը պետք է սովորացնես աղոթքի մասին։ Քո կնկատ լավ հավեսով տակ, դասավորեցիր մեղրի ազդեցության տակ, մեկ է ուրիշ դեղերի։ Ու եկել ես ու պետք է սովորացնես աղոթ։ Սս նստած սիրտս բերինցս արդեն դուրս էր ելնում։ Ես ինչ կադրվավ, սա ես ինչ եմ անում։ Փոխանակ գնամ աղոթեմ, մեղրով հանգստացնում եմ իրան։ Գնացի սկսի լուրջ աղոթել։ Չաղոթի, գնացի 2-3 բառ։ Ջղայնացած, հերսս թափեց են ջերմության վրա։ Ու փառք ասեն, մինչև հիմա էլ ջերմություն չունի։ Մի անգամից իջավ ջերմությունը։ Հազնը մնացել է փոքր, ես էլ ձեր վրա եմ թողել, որ այսօր դուք աղոթեք։ Կեսը դուք։ Հազի վրա հավատքս չերիկցրեց։ Ջերմության վրա երիկացրեց։ Ու մի անգամից ջերմությունն իջավ, սիրելիներս։ Ու փառք Աստծուն, այստեղ Աստվածաշունչն ասում է, որ Աստված մեզ տվել է իշխանություն ամեն ինչի վրա։ Ուզում եմ 2 օրինակ պատմել։ Գիտեք, մի պատմությունը ինչի մասին է, երբ որ Սմիթ Վիգլսվորթի մասին, Սմիթ Վիգլսվորթին շատ ենք լսել ու սիրում ենք, գիտեմ։ Հերոս Պաբիկ է։ Ամենաիրային շատ պատմություններ ունի, շատ վկայություններ ունի, բայց այս վկայությունն է ինձ շատ սենց կբե երբ որ գնում է իր առաջնորդի հետ կանչում են մի հատ տատիկի համար աղոթելու 80 տարեկան տատիկ է լինում, ասում է ծունկ ծալեցին բոլորը ու սկսեցին աղոթել ոնց որ սկսեցին աղոթել, ձեռք բռնել ու աղոթքը հետևյալն էր. Տեր ջան, հազնում ենք նրա հոգին քո ձեռքերի մեջ, բայց մարդը դեռ կենտանի է։ Մարդը դեռ կենտանի է։ Գիտեք, Ստեփանոսը իրավունք ուներ այս աղոթքն անելու։ Երբ որ ասեց իմ հոգիս հազնում եմ քո ձեռքերիդ մեջ։ Ինչի՞, որտեվ ինքը նահատակվում էր ու ինքը պետք է ներեր մարդկանց, ինքը ներեց, ինքնից էլ դուրս չէր գալու ու ինքը Աստծո ավետարանի համար նահատակվում էր։ Ու վերջում ասեց Տեր, հազում եմ իմ հոգիս քո ձեռքերիդ մեջ։ Ամեն։ Ու այստեղ Աստվածաշնչի մեջ հետաքրքիր մի հատ տեղ կար, որ ասում է հոգիները, այսինքն մարդ քանի դեռ կենտանի է, չէ, քանի հոգի կա մարդու կյանքի մեջ, ինքը կենտանի է։ Գիտեք, ես էլի եմ ասում, կարան իմ հետ շատ ուսմունքային ոնց որ բաներ տեղեր բերեն, ինձի չի հետա, ինձի հետաքրքրում Աստծո խոսքը։ Աստված ունի, այո, նախասահմանված տարիքներ մարդկանց համար։ Ունի թե չունի այս կամքը։ Այսինքն հիմի ես պետք է չնայեմ այն ինչ է կատարվում իմ կողքս։ Ես պետք է նայեմ Աստծո խոսքին, Աստծո խոսքն ինչ է ասում։ Եթե ես նայեմ իմ երևույթին ու իմ ամբողջ 4 կողմս կարելի ասած, ես հավատքով չեմ շարժվի, ես խոսքով չեմ շարժվի։ Ինչի՞։ Կասեմ թե Պողոսի կյանքը սենց էր, Վազգենի կյանքը սենց էր, Գոհարի կյանքը սենց, ինձ չի հետաքրքրում ում կյանքը ինչ էր։ Ինձ հետաքրքրում է որ Աստված ինչ է ասում։ Աստված ասում է կշտացած օրեր, Աստված ասում է որ կաղերը պետք է քայլեն, կույրերը պետք է տեսնեն։ Գրված է որ ասում է Աստված եկա որբեսի ստվերի մանվան տակ նստած մարդիկ տեսնին կյանք ունենան, կյանք ու ավելիով։ Սպես բաներ է գրած ավետարանի մեջ։ Ես չգիտեմ ուրիշ ինչ կկատարվի։ Շատ բան կարող է կատարվի, բայց մեզ չի հետաքրքրում։ Մեզ պետք է հետաքրքրել Աստծո խոսքն ինչ է ասում։ Աստծո խոսքն ասում է, որ հավատացողի համար ամեն բան հնարավոր է։ Դա Աստծո խոսքն է ասում։ Երբ որ Հիսուսը եկավ աշակերտների մոտ, երբ որ փոթորիկների մեջ սարսափած, չեկավ է հանգստացրեց նրանց։ Ոչինչ, լավ է դիմացակ։ Սա լսե ինչ անհավատության դրսևորում է, այսինքն ինչի չէի հրամայում փոթորիկներին։ Հիսուսը պահանջում է ինձանից ու քեզանից։ Ու Հիսուսը մեր փոխարեն բաներ չի անելու, ինչ որ մեզ է արդեն տվել։
Ու ես ես մի հատ բան ասեմ, եթե կաղոտեք հիվանդի համար, երբեք չասեք Տեր, եթե քո կամքն է, բժշկիր նրան։ Եթե նրա կամքը չեղներ, Քրիստոսը չէր մահանա։ Եթե նրա կամքը չլիներ, Քրիստոսը վերքեր չէր ստանա։ Ու եթե մենք աղոտում ենք, Տեր, եթե քո մենք սրանով Տիրոջը վիրավորում ենք։ Ոնց թե եթե քո կամքն է։ Բայց իհարկե նրա կամքն է։ Եթե նրա կամքը չեղներ, Հիսուսը չէր մահանա։ Հիսուսին 39 անգամ չէին հարված, ու ամեն մի հարվածի վրա ասում են 6 հատ կռիգ էր դրած, որ բազմապատկում ես 39-6-ով։ Ասում է իր մարմինը ամբողջովի իսպես բան էր եղել, պատրտվել էր, ու պատմաբաններն ասում են, երբ որ նայում էին խաչին, չէին տեսնում մարդու կերպարանք, տեսնում էին ոնց որ մի գունդ միս կախված եղներ։ Այս կերպարանքն է ունեցել։ Մենք երբ որ կինոների մեջ նայում ենք, չէ, Բրեդ Պիտն է երևի, չէ՞, մեկ կինոյի մեջ հանվում։ Սիրուն, գեղեցիկ, Շեքսպիր, մի քանի հատ կբան, սենց։ Այդ ձև չի եղել, միս է կախված եղել։ Ամբողջ իր մարմինը ճղված ու պատրտված է եղել։ Հայ ինչ է արել Քրիստոսը մեզ համար, սիրելիներս։ Ու այս բլուրը, այս պատմությունը, այն ինչ որ Տերն արել է, դա պետք է պահենք մեր սրտերի մեջ։ Գիտակցենք, գնահատենք, հավատանք ու վերցնենք։ Ամեն։ Փառք Աստծուն։ Երկրորդը, սրա վրա էլ չեմ ուզում կանգնեմ, սիրելիներս։ Երկրորդը, որն է մեր մահացած թշնամին, մարմնավոր ցանկությունները։ Հռոմեացիս 6:6։ Մարմնավոր կրկերը, որը որ մենք Քրիստոսով գալով հաղթեցինք, թաղեցինք ու սպանեցինք։ Սպանել ենք, թե չէ։ Գերեզմաններ կան։ 6:6։ Այս գիտենալով, որ մեր հին մարդը նրա հետ խաչվեցավ, որ մեղքի մարմինը խապանվի, որ այլևս չծառայենք մեղքին։ Նայեք ինչ ուժեղ է գրված, ասում է մեր մարմինը խաչվեցավ։ Այսինքն մեր մարմինը մի հոգևոր աշխարհի մեջ խաչված է։ Մի գնա խաչից հան իրան։ Երկրորդ տեղը Գաղատացիս 24:25։ Հինգերորդ գլուխ կներեք 24-25։ Բայց նրանք, որ Քրիստոսինն են, իրանց մարմինը խաչը հանեցին կիրկերով եւ ցանկություններով միասին։ Եթե հոգով ենք ապրում, հոգով վարվինք։ Նայեք ինչ է գրած, ասում է, բայց նրանք, որ Քրիստոսինն են, իրանց մարմինը խաչը հանեցին։ Ոչ թե մեզի հանեցին, մենք հանեցինք։ Օժարակամ հանեցինք։ Ու կիրակի առավոտ ժամը 10-ին ելար խաչիր, ծառայությունից իջար, իջը ծրեցիր։ Թող ինքը միշտ այնտեղ մնա։ Ուզում ես ապահովություն, հա։ Թող խաչի վրա մնա քո մարմինը։ Չիջեցնես խաչից, հենց իջը ծրեցիր լավ չի լինի։ Ես մի քանի անգամ իջը ծրել եմ։ 4:9։ Նայեք ինչ ասում եմ։ Բայց հիմա, որ ճանաչեցիք Աստծուն, մանավանդ որ Աստվածանից ճանաչվեցանք, ինչպես եք կրկին ետ դառնում դեպի այն տկար եւ աղքատ սկզբունքները, որոնց կամենում եք դարձյալ ծառայել։ Ճուժեղ, ասում է եկանք Աստծո մոտ, ճանաչեցինք, ճանաչվեցանք, ասում է հիմա ինչ եք ետ դառնում էլի։ Այն հին ինչի տակ որ ծառայում եք, էլի վերցնում եք իրա ձեզի Տեր եք սարքում, դուք ծառայում եք նրանց։ Հետաքրքիր է, չէ՞։ Իսկ դա Պողոս Արաքյալն է մեզ ասում։ Ինչն ենք խաչը, կրկերը, ամեն, սրա վրա էլ չեմ ուզում կանգնեմ։ Երրորդը, ինչ է կատարվում, երբ որ մենք, ժողովուրդ ջան, Աստծուց հեռանում ենք, մարմնավոր թշնամիները, խնդիրները արթնանում են մեր դեմ։ Հիմա ուզում եմ մի հատ օրինակ բերեմ, 3 հոգի մարդ կարելի է գալ։ 3 հոգի մարդ։ Կուկակ։ Ուզում եմ, որպեսզի պատկերավոր լինի այս տեսարանը։ Պատկերացրինք, դիա Գրիգոր եղբայրը Աստվածն է, ստեղ կգնես մի հատ եղբայր ջան։ Դուք թշնամիներն եք։ Կներեք, էլի։ Կներեք։ Ես մարդն եմ։ Հիմա նայեք, մի քայլ երբ որ ետ եմ անում, դուք մի քայլ միանգամից առաջ երեք, լավ։ Պատկերացրեք այս վիճակը։
Երբ որ ես Աստծո հետ եմ, ամեն ինչ լավ է, փոխհարաբերություն։ Նայեք ինչքան հերո են։ Հիմա նայեք, մի քայլ իրանից հեռանում եմ։ Մի անգամից մենք մոդենում ենք իրար հետ։ Մի քայլել եմ հեռանում։ Մի կես քայլ է, всё, ես իրաց մոդն եմ արդեն։ Հիմա նայեք հակառակ process-ը ինչ է տեղի ունենում։ Մոդենում եմ, ետ է քնում։ Մոդենում եմ։ Նայեք ինչքան հերո աբաով եմ։ Երբ որ ասում եմ թշնամիները մարմնավոր, ժողովուրդ ջան, այս նույն process-ն է։ Երբ որ Աստծո հետ ես, Աստված քեզ քո թշնամիներից հանգիստ է տալիս։ Խնդիրներից, ես միգուցե մարդկանց նույնիսկ, ես չգիտեմ, աշխարհի ժամանակ է լավ բաներ չես արել, բայց քանի դու Աստծո հետ ես, ինքը այնտեղ հանգիստ է տալիս։ Բայց հենց երբ որ իրանից դու մի քայլ հեռանում ես, իրաք մոտենում են։ Շնորհակալություն, ցենց շատ։ Այսինքն այս պահը ուզում է որպեսզի պատկերավոր լիներ, ժողովուրդ ջան։ Դե ինչ է կատարվում հոգևոր աշխարհի մեջ։ Ու մի անգամից ուզում եմ այս տեղը, որը որ ինձ գրավել էր իրականում, այս տեղը, որ խնդրեմ կարող եք գաք, նվագեք։ Նայեք ինչ հրաշալի մի զորավոր տեղ կա, որը որ գրված է 3-րդ թագավորած 3-րդ թագավորած 11-րդ գլուխ 9-րդ խոսքը։ Եվ Տերը բարկացավ Սողոմոնի վրա, որ իր սիրտը ծռեց Իսրայելի Տեր Աստվածանից, որ 2 անգամ իրան երևեցավ։ Ուժեղ տեղ է։ Հիշում ենք Սողոմոնին։ Հիշում ենք այն իմաստությունը, ինչ որ տվել էր Աստված։ Ում որդին էր, Դավթի որդին էր։ Աստված ինչ էր խոստացել, քո սերունդից երբեք մեկը չի պակասի աթոռից նստելով։ Եթե այս ետեն էր դրել։ Իմ առաջ դու ուղիղ քայլես, չթողնաս կուրկերին չհետևես։ Ոստեղ ասում է, որ Տերը նրան 2 անգամ երևեցավ։ Հեչ մարդկա, որ նրան երևեցել է Աստված։ 2, 3, 4, 5, 6, 7, 8, 10 մեզ է վերաբերվում։ Նայեք ինչ է ասում։ Ու այստեղ ցույց է տալիս, երբ որ արդեն ինքը բարկացավ Աստված նրանից։ 14-րդ խոսքը, այս նույն գլխի։ Եվ Տերը Սողոմոնի համար մի հակառակորդ վերկացրեց, այսինքն Եդովմի թագավորի սերունդից Եդովմացի Ադադին։ Երբ որ այս տեղը կարդում եմ, ասում եմ, բայց Աստված, ինչի ես արթնացրել թշնամիներին։ Առաջ գնելով Աստված, երբ որ նույնիսկ բաներ է թույլ տալիս, գիտեք ինչ համար է անում, որ մեզ այս նեղության միջոցից հանե, էլի բերե իր մոտ։ Այդ դրա համար է Աստված թույլ տալիս։ Երբ որ մենք այնտեղ էինք հայտնվում, Աստված մեզ էլի կանչում է, որ մենք էլի մոտենանք նրան։ Աստված թույլ է տալիս նեղություններ իմ ու քո կյանքի մեջ, որ միշտ նրանից նույնիսկ բռնված լինենք։ Հիմա նայեք քո կյանքիդ, շատ վկայություններ կա։ Եթե նեղությունը չլիներ, դու Աստծուն չէիր կա։ Աստված թույլ տվավ։ Երբ որ հավատքի ծգնում ես, մի փոքր թշնամիների կողմից սկսում ես քարկոծվել, ուր ես վազում, դեպի Աստված։ Երբ որ ամեն ինչ լավ է, ոնց որ դա արդեն նորմալ, sense մի փոքր Աստծուց հեռացանք։ Գիտեք, Սատանեն ստրատեգիան փոխել է։ Ստրատեգիան էլ նեղության մեջ գիտե որ մարդիկ միշտ վազում են դեպի Աստված։ Հիմա ինչ է տվել։ Լճացում։ Լավ եղեք, ձեզ համար կերեք, խմեք, քեֆ երեք։ Ու այս Ադադի պատմությունն եմ ուզում կարդամ, որը որ շատ հետաքրքիր պատմություն է։ 21-րդ գլուխ։ Ով էր Ադա, գիտեք ինքը ով էր։ Երբ որ թագավոր Դավիթը իր զորքով գալիս է գրավում է, ինքը փախնում է։ Այսպես արագի մեջ պատմելով, փախնում գնում է Եգիպտոս։ Եգիպտոսում գիտեք ով է դառնում։ Փարավոնի բաժանաղը։ Երկրի վարչապետ, նախագահի բաժանաղն է դառնում։ Ու երբ որ արդեն Աստված ու գրված է, արդեն 21-րդ խոսքի մեջ։ Նայեք ինչ ասում։ Երբ որ Տերը արդեն գրգռեց մի փոքր Ադադին։ Ադադի մեջ միտք եկավ։ Եվ Ադադը լսեց Եգիպտոսում, թե Դավիթը ննջել է իր հայրերի հետ, եւ թե Հովաբ զորագլուխը մեռել է։ Եվ Ադադն ասեց Փարավոնին. ինձ արձակիր, որ իմ երկիրը գնամ։
Եվ փարավոնն ասեց նրան. Ինչը դե պագաս, ինչ կարծիք եք, եթե նախագահի բաժանակ լինես կամ աներձակ, խնդիր կունենաս, դժվար չէ։ Ինչը դե պագաս, հետաքրքիր հարց է տալիս։ Ինչը դե պագաս, եղբայր։ Ուր։ Բայց նա ասեց. Ինչը դե պագաս ինձ մոտ, որ հիմա ուզում ես քո երգիրը գնաս։ Բայց նա ասեց. ոչ, այլ ինձ անպատճառ արձակիր։ Եվ Աստված նրա դեմ մի ուրիշ հակառակորդ վեր կացրեց։ Եղիադայի որդի Ռազոնին, որ փախել էր իր տիրոջից Սուբայի ադրազար թագավորից։ Եվ նա իր մոտ մարդիկ հավաքեց եւ գնդապետ եղավ։ Եվ երբ որ Դավիթը նրանց կոտորեց, գնացին Դամասկոս եւ բնակվեցան այնտեղ եւ Դամասկոսումը թագավորություն արին։ Սրա մեջ ուժեղ խորհուրդ կա։ Գրված ասում է, որ Դավիթը նրանց կոտորել էր, նրանք բոլորը փախել էին։ Որդին ելավ ու արթնացրեց նրանց։ Այն ինչ որ քեզանից առաջ արդեն սպանել են, այն ինչ որ դու սպանել ես, էլ մի արթնացրա իրան։ Հասկանում եք միտքը։ Ինչ ես հաղթե, էլ մի արթնացրա։ Երբ որ իրան դու արթնացնում ես, ինքը սկսում է միաբանվել։ Եթե այն ժամանակ մենակ ինքն էր, մի տեսար մի ուրիշն եկավ իր հետ միաբանվավ։ Դարձան գունդ, ինքն է տարավ գնդապետը։ Ուզում եմ նույնպես այս նոր ուխտով ցույց տալ, այս տեղը ինչ ձև է տեղի ունենում։ Մատթեոս ավետարան 12:45։ Նոր ուխտով եմ ցույց տալիս։ Այն ժամանակ գնում է, իրանից էլ ավելի չար 7 ուրիշ ոգիներ է առնում իր հետ եւ մտնում բնակվում է այնտեղ եւ այն մարդին հետին ավելի չար է լինում, քան թե առաջինը, այսպես կլինի եւ այս չար ազգին։ Ես էլ գիտեք ինչի մասին է։ Երբ որ դևը մարդու մեջից դուրս է գալիս, դև սելով լսեք, ասա սխալ բնավորություն, պրոբլեմ, նեղություն, ամեն ինչ կուզես անունը տիր, հիվանդություն։ Ասում է, երբ որ ինքը շրջում է, հանգիստ չի գտնում իրան։ Այս միտքը շատ եմ սիրում։ Երբ որ դևերը իրաց հանգիստ չեն գտնում, դու հանգիստ ես։ Երբ որ դու անհանգիստ ես, իրակ են հանգիստ։ Երբ կարաս հասկանաս, խնդիր ունիս թե չունիս, դու հանգիստ ես, թե անհանգիստ ես։ Եթե անհանգիստ ես, իրակ հանգիստ են։ Եթե հանգիստ ես, իրակ են անհանգիստ։ Գրված ասում է, դևերը հանգիստ չունեին։ Նինաշո պակոյը, խաղաղություն, հանգիստ տեղ չգտավ ու հիշեց։ Են ադադի պես։ Գնամ, Դավիթը մահացել է։ Իրա զորավար ես, մարդը մահացել էր, գնամ Սողոմոնի վրա։ Ու նոր ուխտով կսե, երբ որ գալիս է ու տեսնում է, մակրված, սրբված ու դադարք։ Այս դադարք։ Ու էլ մենակ ինքը չի մտնում է ախրեմ ես։ Իրանից եք ասում է ավելի 7 անգամ ավելի հետ է մտնում, դառնում են արդեն 8-ը։ Եթե այն ժամանակ միայն ծխախոտի խնդիր էր, ազատագրվել ես քեզ համար հանգիստ ապրում ես, ապրես էլի։ Հիմա սկսիր ծխել։ Մեկը տեսնում ես արդեն ուրիշ մտքեր է եկել օտար։ Ասում ես, բայց այսպես բաներ, ես թշնամիներ չունե, իրականում չունե։ Մինչև եկեղեցի գալիս, ես նույնիսկ աշխարհի մեջ sense մտքեր չեմ ունեցել։ Սիրելիս, դուրը թագում են 7 զորավորներ են 7-ի հետ։ Դու այն ժամանակ կոնե գիտես այն 5 թշնամու հետ ինչ ձև պիտի պատերազմեиш։ Հիմա օտարներն են եկել, նոր մարտավարություն է եկել, նոր ստրատեգիա է, նոր զենքերով են եկել, նոր ծրագրերով են եկել։ Դժվար կեղնի իրաստեն պատերազմելը, որովհետև իրակ արդեն օտար են։ Եթե այն ժամանակ ընդհանրապես ինքնասպանության միտք չէր գալիս, նույնպես մտքեր է գալ, բայց Աստված ջան, ուրախ մարդ է եղել աշխարհի մեջ։ Ուղղակի իրակ սկսել են դուրը թագել։ Ինչի պատճառով, որտեվ դադարք ես։ Ինչ պիտի անես, լծվես։ Եթե լծվար, իրակ ոնց եկան, ընենց է կգնան։
ու եթե մտածում ես, որ կարելի է տարին մի անգամ առանձնանալ, սխալվում ես։ Դու լուրջ խնդիրներ ես ունենալու, սիրելիս։ Դա Աստվածաշունչն է ասում։ Եթե դու լցված չեղար Սուրբ Հոգով, գիտեք, Եփեսացիս թղթի մեջ գրված ասում է՝ մի հարբեցեք գինով, այլ լցվեցեք Սուրբ Հոգով։ Դա շատ կարևոր խոսք է։ Մկրտված ես, լեզուներով աղոթում ես, դեպս է փառք ասում։ Լցված ես Սուրբ Հոգով։ Դու լցված ես Սուրբ Հոգով, թե ոչ։ Հիմա սիրելիս, մեզ ինչն է ապահով պահում, ինչն է մեզ ապահովա գրում, լցվածությունը։ Երբ որ դու խաղաղության մեջ ես, իմացի, Սատանեն անխաղաղ է։ Ես խոսում եմ խաղաղություն մեր կյանքերի մեջ, ժողովուրդ ջան, որ ամեն մեկս վերադառնանք այն աղբյուրին ու լցվենք Հիսուսի անունով։ Եթե չորացած ես, աղոթք չունիս, ներկայություն չունիս, Աստծո հետ ժամանակ չես անցկացրել, մտքեր են գալիս, գլուխս է ցավում, բայց շատ լավ է սենց ես բրզնում։ Փառք ասում, փառք տուր Աստծուն։ Լցվի, դու չես կարող մեր ոդկետ եկեղեցու մեջ երես մեր ոդկետ դուրս նայել, սիրելիս։ Այն Եվտիկոսի պես կգնից ցած։ Բավոր Պողոսն է կողքը չեղավ քեզ հարություն տալու։ Ժամանակից շուտ ես չգիտեմ, այնտեղ քայտնվես։ Միտեղ քայտնվես։ Նայես տեգնելու ժամանակ ինչ կմտածեի։ Աստծո անունը կանչիր թե չկանչիր։ Ու ամենավերջի տեղ ու ավարտեցինք։ Սիրելիս, Աստված օրհն է։ Ու հիմա ուզում եմ ես ամեն ինչի ելքը ցույց տամ։ Ինչպես անես, որ ապրես հավատքով, զորավոր ու այս թշնամիներին չարթնացնես։ Ելքն եմ ցույց տալիս։ Սաղմոս 56-րդ գլուխ, բայց երևի ստեղ էս ռուսերենն եմ գրել, հայերեն չգիտեմ 56-ն է թե չէ։ Այն ժամանակ իմ թշնամիները ետ կդառնան քեզ կանչած օրս։ Փառք Աստծուն։ Շնորհակալություն Հովո եղբայր ջան։ Այն ժամանակ իմ թշնամիները ետ կդառնան քեզ կանչած օրս։ Ռուսերեն գրված ասում է, когда мы взываем к тебе, ասում է, երբ որ մենք կանչում ենք քեզ, մեր թշնամիները ետ են դառնում։ Այսինքն, եթե ժամանակ դու Աստծուց հեռու ես կանգնած մեջքով, հիմա դառնում ես դեպի Տերը ու կանչում ես Տիրոջ անունը, ետ են դառնում։ Կանչում ես Տիրոջ անունը, ավելի են հեռանում։ Կանչում ես Աստծո անունը, էլ իրա չես տեսնում։ Դա ցույց է տալիս մեզ Աստվածաշունչը։ Հալելույա։ Ու փառք Աստծուն, սիրելիներս։ Ուզում եմ մի հատ լիանչիկ այս նկարը գցե, մեզ նկարը նայելով, պատկերավոր ձեր մտքերի մեջ, հիմա մենք աղոթելու ենք։ Նկարագրված է մարդ, զինվոր առաջնորդ, որը նստած է ձիու վրա ու մտնում է քաղաք։ Հիմա նայեք, նոր ռուսերեն թարգմանության մեջ այս տեղը գրված է։ Հիմա կարդում եմ առաջի Կորինթացիս, երկրորդ Կորինթացիս 21-րդ, երկրորդ Կորինթացիս 2-րդ գլուխ 14-րդ խոսքը։ Նայեք հայերեն ինչ է գրված։ Ասում է, բայց շնորհակալություն Աստծուն, որ ամեն ժամանակ մեզ հաղթող է անում Քրիստոսումը եւ իր գիտության հոտը մեզանով հայտնվում է ամենայն տեղ։ Ռուսերեն եմ կարդում։ Այս վերջի տեղն եմ կարդում, հիմա աղոթելու ենք։ Ասում է, я благодарен Богу, который всегда ведет нас в своей триумфальной процессе во Христе и повсюду распространяет через нас благоухание познанием о нем. Հայերենի մեջ չկար այս խոսքը տրիումֆալնի։ Հիմա բացադրական ոնց որ թարգմանող այս բառն բաց է, ինչը նշանակում տրիումֆալնի։ Հաղթանակ հրամանատարի եւ նրա զորքերի հանդիսավոր մուտքը մայրաքաղաք տրիումֆով։ Գիտեք ինչ էր այնտեղ տեղի ունենում։ Երբ որ տվյալ հրամանատարը մտնում էին երկիրներ, պետություններ էին գրավում, ամբողջ հռոմը կանգնած սպասում էր այս տրիումֆալնի process-ին, թե երբ պետք է մտնի առաջնորդը, ու իր հետևից գիտեք ով էին գալիս։ Գերիները, գերվածները, դեմից գնում էր հրամանատարը։ Հիմա նայեք ինչ ասում Պողոս առաքյալը, ժողովուրդ, ասում է, я благодарен Богу, ասում է, ես շնորհակալ եմ Աստծուն, который всегда, որ ասում է, միշտ ведет нас, տանում է մեզ в своей триумфальный процесс, ասում այս տրիումֆալի այս process-ով մուտքով մեզ անցկացնում է։ Հետևից ով են գնում գերվածները։ Ինչով գերեց մեզ,
նրա սիրով։ Էլ մենք մեզ չենք պատկանում։ Էլ մեր սահմանների համար մենք պետք է չպատերազմենք, արդեն ունենք Տեր։ Եթե լինենք նրա գերին, եթե մնանք նրա բանակի մեջ, ու եթե գնանք նրա ետևից։ Գիտեք, Հիսուսը երբ որ էշի վրա նստած մտավ Երուսաղեմ, այս նույն տրիումֆալնի process-ը տեղի ունեցավ։ Ինչ էին անում։ Բաներ էին գցում, չէ՞, այս արմավիրների տերևներ, ճյուղեր էին գցում, Քրիստոսի ոտքերի տակ էին ուզում գցեին, բայց էշն էր ոտքերը տնում։ Ու Քրիստոսը մտավ այս տրիումֆալնի process-ը Երուսաղեմի մեջ, որ բոլորը կանգնած ու ծափարում ասում էին Օվսանա, Օվսանա, Օվսանա։ Հիմա ուզում եմ որպեսզի ոտքի կանգնի, սիրելիս։ Մենք էլ չենք մեր կյանքի տերերը։ Մենք ունենք Տեր, որի անունն է Հիսուս Քրիստոս։ Ու երբ որ մենք նրա հետ ներս ենք մտնում, որպես գերիներ, մենք էլ ենք վայելում են փառքը, որը որ Տիրոջն է ուղված։ Մենք առավելս ասեմ, էլ չենք մտնում որպես գերիներ, մտնում ենք որպես որդեգրված զավակներ Հիսուսի անունով։ Փառք քեզ Տեր։ Սիրելիս, ձեռքդ բարձրացրա, ուզում եմ օրհնեմ քեզ։ Տեր իմ Աստված Հիսուսի անունով, փառք քեզ ու պատիվ Տեր։ Շնորհակալ ենք այն քաղցրությանդ համար ու բարիքներիդ համար։ Եվ ես խնդրում եմ, որ այստեղ իմ քույրերիս ու եղբայրներիս գերբնական նվերներ անես, Տեր։ Այս ամսվա մեջ ես խոսում եմ գերբնական նվերներ, որ ամեն օր լինի հրաշքների, վկայությունների օր։ Ինչպես որ քո առաքյալներն էին աղոթում, Գործ առաքելոցի մեջ Տեր, որ ասեցին Տեր ձեռքդ երկարացրա եւ հրաշքներ ու նշաններ արա։ Ես այսօր խոսում եմ հրաշքներ ու նշաններ քո կյանքիդ մեջ, որ Տերը քո կյանքի մեջ է, որ Տերը կենտանի է, որ Տերը քո հայրն է եւ քեզ մատակարարողն է ամեն բարիքների մեջ Հիսուսի անունով։ Եվ խոսում ենք այն բոլոր Աբրահամի, Իսահակի եւ Հակոբի ու այն կտակը, որը որ բացվավ հոգևոր աշխարհի մեջ։ Խոսում եմ իմ եղբայրներիս վրա, քույրերիս վրա։ Թող գան ու հասնեն քեզ այն բոլոր օրհնությունները, որի մասին որ խոսում է երկրորդ օրինաց 28-րդ գլխի մեջ, որ ասում է կգան օրհնությունները եւ կհասնեն քեզ։ Ես խոսում եմ, որ գան ու հասնեն քեզ։ Այն բոլոր ֆինանսները գան ու հասնեն քեզ։ Բժշկությունը գա գետի պես ու հասնի քեզ։ Հալելույա, լուծումները գան ու հասնին քեզ։ Հալելույա, զորությունը գա ու հասնի քեզ։ Հիսուսի զորավոր անունով։